Վարդաշենի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները բողոքի ցույց էին անում քաղաքապետարանի մոտ։ Ասում էին, Ավինյանը 2023 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է բնակարաններ տալ, ընտրել ենք, հետո մի կերպ դարձել է քաղաքապետ ու գցել։ Տիպիկ փաշինյանական վարքագիծ։ Մի քանի օրից լրանում է 7 տարին, որ սրանք Գյումրուց քայլելով եկան Երևան ու իշխանությունը տրվեց նրանց։ Այդ ընթացքում նաև այս մարդիկ իրենց քայլն արեցին, մասնակցելով ակցիաներին։ Նիկոլը վթարային շենքերում ապրողներին նոր բնակարան էր խոստանում, բնակարան չունեցողներին բնակարան էր խոստանում, մի գլուխ խոստանում էին։ Ասում էին, չենք թալանի, այն փողերը, որ պտի թալանեինք, դրանով ձեր սաղ հարցերը կլուծենք, հələ թալանն էլ հետ կբերենք, մյուս հարցերն էլ դրանով կլուծենք։ Վթարային շենքի բնակիչը գնացել է Նիկոլի հետևից, որ ունենա բնակարան, չունի։ Էլ չեմ ասում, որ լիքը ունեցողներ էլ զրկվել են, մեկը չէ, երկուսը չէ, 150,000 հոգի։ Իշխանությունը 7 տարում մեկ շենք չի կարողացել սարքել տալ իր քաղաքացուն։ Հազարավոր շենքեր քանդել է, հանձնել է, մեկ շենք չի սարքել։ Դա 7 տարում հնարավոր չի եղել, բայց 7 տարում հնարավոր է եղել, որ ՔՊԱ-ականները իրենց համար առնեն շենքեր, բնակարաններ, առանձնատներ ու նույնիսկ դղյակներ որոշները։